Գագիկ Ստեփանյան, այսօրվա երթը, որը որ կազմակերպել եք ընդդեմ ցեղասպանության ժխտման, արդեն երթ սկսել ենք, խնդրում եմ մի քիչ մեկնաբանը գաղափարը այս ամենի, ինչումն է կայանում դրոշով երթի։ Տեսեք, պաստառների վրա 3 լեզվով գրված է, որ թույլ չենք տա 1.5 միլիոն հայի հիշատակը վաճառվի, թույլ չենք տա Հայաստանի թրքացմանը, փաստացի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը իրականում Էրդողանի եւ Ալիևի ներկայացուցչությունն է Հայաստանում, իրականացնում է նրանց բոլոր պահանջները եւ տեսնում եք այս տարի որևէ պետական միջոցառում նախատեսված չէ, քանի որ Փաշինյանը ամիսներ առաջ ասաց, որ ցեղասպանության հարցը մեր քաղաքականության, արտաքին քաղաքականության օրակարգում չկա, թողնում ենք դա պատմաբաներին, սրանք Էրդողանից ավելի Էրդողան են, որովհետև նույնիսկ Էրդողանը ասում է, որ այս հարցը պետք է թողնել իրավապահներին, իրավաբաններին եւ պատմաբաներին, սրանք ուզում են միայն պատմաբաներին թողնել հարցը եւ Նիկոլ Փաշինյանը իր թիմի հետ տանում է Հայաստանի 1.5 միլիոն ցեղասպանված հայերի հիշատակի վաճառքի հարցը այսօր դրել է սեղանին եւ վաճառում է այդ հարցը Թուրքիային, ինչպես գրկել էր, կհիշեք Էրդողանի գիրքը, այսպես սեղմել էր իր կրծքին եւ փոխարենը այս պղծում է այս 1.5 միլիոն հայերի հիշատակը։ Այսօրվա ակցիան ընդդեմ Փաշինյանական խմբակի կազմակերպված է ընդդեմ Փաշինյանական խմբակի, որ թույլ չենք տա, որ այդ մի քանի թուրքական ներկայացուցիչները կարողանան ուրանալ, կարողանան պղծել մեր պապերի ու տատերի հիշատակը։ Կհիշեք Շվեյցարիայում, Ժնևում Սփյուռքի հայերի հետ հանդիպմանը նա ասաց, պետք է տեսնենք, թե ինչպես է եղել այս ցեղասպանությունը։ Եթե չի սիրում կարդալ հայ ցեղասպանագետների, միջազգային ցեղասպանագետների գրքերը, խորհուրդ կտամ գնա կարդա թուրք գիտնականների գրքերը, որտեղ շատ լավ ներկայացված է, թե ինչպես է Օսմանյան կայսրությունը 1.5 միլիոն հայերի նկատմամբ ցեղասպանություն իրականացրել։ Եվ այսօրվա երթը ընդդեմ ուրացման, ընդդեմ Հայաստանի թույլ չտալ Հայաստանի թրքացումը եւ օր առաջ Ալիևի եւ Էրդողանի ներկայացուցիչներին այստեղից վտարել այնտեղ, որտեղից որ իրենք կրթվելու եկել են։